տես արա մեր հետևորդների մի մասը մեկնաբանություններում նշում են, ասում են անընդհատ նույն բանն են ասում, չեք գործում, միայն խոսում եք։ Սիրելի հետևորդներ, 30 տարուց ավել այդ մարդիկ զբաղվել են թալանով։ Եվ 2018 թվականի հեղափոխությունից հետո փաստեր են նոր ձեռք բերվում այդ դատախազություններում, քննչականներում, որ նախորդ դատախազները կեղծել են եւ հետո թողը գործից դուրս են եկել, գնացել փաստաբան են դարձել արդեն եւ նոր դատախազը նորից գործը վերաբացում է եւ այտենց հեշտ չի միանգամից մեկ օրվա ընթացքում 30 տարի թալանացներին հետ բերել եւ հերթով եւ մեր YouTube-յան ալիքի էջում այնտեղ զապիսի сообщество հատված կա, արամ կխնդրեմ ցույց տաս, մենք տեղադրում ենք բոլոր քրեական գործերը, որոնք ամեն օր մի քանի քրեական գործ է տեղադրվում եւ հեսա կարադառնա նրանցից մի քանիսին 77-ի 7 հայտնի հասցեի այս առանձնատան շուկայական արժեքը 324 միլիոն դրամ է գնահատվել։ Դատախազությունն այս եւ եւս 6 անշարժ գույք է պահանջում Մարգարյանից։ Ընդհանուր առմամբ 7 անշարժ գույքի շուկական արժեքը մոտ 1 միլիարդ դրամ է գնահատվել։ 7-ից մեկը գտնվում է Ջերմուկ քաղաքում, մյուս 6-ը գտնվում են Երևան քաղաքում։ Ըստ էության Ջերմուկ քաղաքում գտնվող գույքը ամառանոց է, Երևան քաղաքում գտնվող գույքերը արդեն տարբեր բնակելի տներ, բնակարաններ եւ այլն։ Դատախազությունը հեղափոխական Տարոն Մարգարյանից պահանջում է նաև 4 տրանսպորտային միջոց, որոնց շուկայական արժեքը 61 միլիոն դրամ է գնահատվում։ Ներառում է նաև մեկ անշարժ գույքի շուկայական արժեքը, որը կազմում է 600 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև մի շարք շարժական գույքերի սարքավորումների շուկայական արժեքները շուրջ 12 միլիոն դրամ։ Բռնագանձման է ենթակա շուրջ 835 միլիոն դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդ եւ 1 իրավաբանական անձու մասնակցություն։ Տարոն Մարգարյանը սակայն առարկում է ներկայացված հայցի դեմ։ Նրա ներկայացուցիչ Բենիկ Գալստյանի խոսքով իր վստահորդին պատկանում են այն գույքերը, որոնք փաստաթղթերով նրան են պատկանում։ Մնացածը ընտանիքի անդամներին։ Երևանի նախկին քաղաքապետ, այս պայն ազգային ժողովի падգամավոր Տարոն Մարգարյանի գույքերի ու դրամական միջոցների վրա է կալանք դրվել, գլխավոր դատախազությունը պահանջում է Տարոն Մարգարյանից ու փող կապակցված անձանցից բռնագանձել ավելի քան 2 միլիարդ դրամի գույքեր ու դրամական միջոցներ։ Խոսքը հենց առաջինը գնում է այդ Երևանում Ավանում գտնվող այդ Gold համարանիշով սեփ առանձնատան 77.7 Այդ առանձնատան մասին է խոսքը գնում հերն է թողել Տարոնին երևի ժառանգություն։ Այո, եթե հիշում եք Տարոն Մարգարյանն ընդամենը բնակվում էին այդտեղ Վիսոտնի շենքեր։ Այո։ Բարձրարկ շենքում էին բնակվում, հիմա որ այս մեր հետևորդների շատերը որ ասում են բռնեք դե հիմա գնացեք բռնեք բան, սիրելի հետևորդներ, մենք նաև ունենք ձեր աջակցության կարիքը։ Ձեզանից են մարդիկ ովքեր ասում են դե արեք բան, դուք կարող եք մեզ եթե ինչ-որ տեղեկություններ ունեք, տվյալ ասենք նույն Տարոն Մարգարյան անձի հետ կապված, կարող եք մեզ այդ կապ հաստատել եւ տեղեկություններ տրամադրեք, մեր թիմը կզբաղվի։ Տեսեք, օրինակ տարիներ շարունակ նույն Տարոն Մարգարյանի իշխանության ժամանակ գերեզմանատանը հող վերցնելը դա ոնց որ ասենք շինարարության համար տարածք էր առնում։ Ընդ մի հատ Ղարաբաղցի էր նստած թորքի դեմքով հենց բանով։ Սիրացի հետ նստած էր վրան ոսկեղեններով։ Մտնում էր երրորդ գյուղի գերեզմանոց, ասում էր առաջին շարքը $1000 է, երկրորդ շարքը բանը $700 է, երրորդ շարքը $500, ոնց որ բանում Բաթումիում հանգստի գնալուցներ բանում։ Հողը վաճառում էին 2018 թվականից հետո համ այդ սուբյեկտը այդ անձնավորությունը արդեն դատական գործով անցնում է եւ նորմալ պետականորեն հողը ձեր կարողանում եք գերեզմանոցի վերցնեք, այսինքն նման լիքը խարդախություններ, լիքը փողերի լվացումներ կա, այդ մարշրուտկաները հենց հիշեք քան է ամեն մեկը մարշրուտկա ուներ, այդքանը որ ասում եք գծերը, այո, գծերը, գազելները, նույն Տարոն Մարգարյանը մի քանի գազելի գիծ ուներ, Ավանում ինչ տեսա սեփականաշնորհել էր եւ արամ մենք հաջորդի մեր եթերներից մեկը պետք է ամբողջությամբ նվիրենք Տարոն Մարգարյանին եւ Արտուր շնորհակալ եմ հարցի համար Տարոն Մարգարյանը մի երևույթ է ինչ որ հանրապետական կուսակցությունում են հանգրվանել Նժդեից են խոսում Նժդեն խեղճ Նժդեին շանորը գցեցին սրանք եւ Տարոն Մարգարյանին ես կխնդրեմ որ ուշադրություն դարձնի եւ համացանցում այդպես կարող է գտնի թե ինչպես էր իր հայրը Անձանիկ Մարգարյանը որ իրան անկախականի տեղ էր դրել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի այդ ոչագործությունից հետո պահանջում էր Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը եւ հետո ինչ պայմաններում դարավ վարչապետ եւ հիշողության կորուստ ունեցավ Անձանիկ Մարգարյանի հայրը միանգամից դարավ Ռոբերտ Քոչարյանի ձեռի տակի վարչապետը ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին լսի արա քեզ ինչ եմ ասում Դու արդեն մեր
խոշորացույցի ներքո ես եւ մենք բազմաթիվ նամակներ ենք ստացել եւ արդեն մենք սկսել ենք մեր հետաքննությունը այդ ապօրինի հողեր, թույլտվություններ, ահա սարսուր իրավիճակ է եւ ու սրանք հանդես են գալի Գարեգին Նժդեի ինչ-որ անունը տալով ստենդեյթում են շարքային կապիկների հավաքածու Արտուր, սրանց մենք համապատասխան ձևի փաստերով սրանց հակահարված կհասցնենք եւ սրանց տեղը նորից եմ նշում քրեակատորական հիմնարկներն է։ Ինչ վերաբերում է մեր քաղաքացիների կողմից մեզ դիմելու հարցերին, տեսեք Արտուր, շատ կարևոր է մի հանգամանք։ Ինձ բազմաթիվ մարդիկ են զանգահարում ինֆորմացիան փոխանցում են, հետո ասում եմ եկեք եթեր, եկեք ես տրամադրեմ, վախենում են այս մարդիկ Արտուր 30 տարի այնպես են այս մարդկանց խափե հեքիաթներ են պատմում, ինչ որ իրանց Ռեյնբոյի տեղն են դրել, չէ՞, այդ Նեմեց Ռուբո, Սերժիկ, Քոչայան, ասենց ինչ-որ Նեպտունի համիկ, բան, ասենց ինչ-որ երևույթներ, թափթփուկներ կան, որ իրանց տղու տեղ են դրած եղել, ու սրանց ճտեն են եղել իշխանության, այս մարդկանց ահաբեկել վախցրել են։ Հիմա դրա համար ես ուզում եմ նշեմ մեր սիրելի հայրենակիցներին, որ պետք չի վախենալ։ Մենք անցած հաղորդմանը տեսակ, եթե տրամադրեցինք այդ կնոջը, հայկին, որը որ ու գիտեք ինչն է շատ հատկանշական Արտուր, որ հայ կանայք ավելի դուխով են, քան տղամարդիկ։ Ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնեմ եւ նաեւ շնորհակալություն հայտնեմ մեր հայ կանանց, որովհետեւ այս պետության հիմքերը, այս պետության պահողները հայ կանայք են Արտուր։ Տղամարդկանց մեծ մասը զանգում բանը ասում, ասես արի եթեր մտնենք, ես նստի կողքս ասենք բարձրաձայնենք, ասում է կլինի իմ անունը չտակ, այսինքն չտես տաղավարի պահի կարա, կնանիք ավելի ворցի պես են իրանց պահում, տաղու պես են պահում, քան այս սրանք, ու ես նաև օգտվելով առիթից ուզում եմ նշեմ մեր սիրելի հայրենակիցներին, մենք 3 հաղորդագրություն ստացանք Սիուշո կոչվածի հետ կապված, տեսեք, Ալինա Մելիքյանը մեզ գրել է, ձեր հաջորդ հաղորդումներում լավ կլիներ խոսայիք Սիուշոյի գողացած զարդերից, ոնց բիզնես ստեղծեց, պետքա բոլորը խոսեն ու խայտարակեն այս անտաղանդին։ Միանշանակ համաձայն ենք մենք Ալինա Մելիքյանի հետ, մենք այս Սիուշո կոչվածին իր տեղը ցույց ենք տալու։ Ես նաև նշեմ, որ մեզ հետ կապը հաստատել այդ հայտնի անձնավորության դուստրը Բերբերյան ազգանունով, որը որ պնդում է, որ Սիուշոն գողացել է իրենց այդ զարդերի այդ մտահաղացումը, այդ բրենդը եւ ուղղակի նմանատիպ իրավիճակ ունենք, ապագայում մենք եւս եթեր ենք անելու այս հարցի հետ կապված եւ նորից եմ նշում, սիրելի հայրենակիցներ, ոտքի կանգնեք, եկեք միասին բացահայտենք սրանց այս Ալիևի Քութիկ Քոչանին, իր բջերին, Սերժիկին, իր այն փեսուն նետենք պատմության աղբանոց։ Այո, այս process-ը կարողացնենք արամ։ Սրանց տեղը զիբիլն է, որտեղ սրանք զիբիլ են։ Եվ այդ ձերբակալությունների process-ը կարագանը, այդ թալանի վերադարձը կարագանը 14 անշարժ գույք ու 2 միլիարդ 653 միլիոն դրամ է դատախազությունը պահանջում նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից ու նրան փոխկապակցված անձանցից։ Գույքերը մեծամասամբ գտնվում են կենտրոն վարչական շրջանում, Հյուսիսային Պողոտայում, Տերյան 66 հասցեում, ինչպես նաև Կոտայքի մարզում ունենք գույքեր։ 14 անշարժ գույքից այս պահին հայտնի է 9-ի շուկայական արժեքը մոտ 5 միլիարդ 25 միլիոն դրամ։ Ընդ որում այս գույքերն անցնում են նաև Գևորգյանին մեղսագրվող 5 միլիարդի փողերի լվացման գործով։ Պահանջվում է նաև տրանսպորտային միջոց, որոնց ապօրինի մասը կազմում է 39 միլիոն 932,303 ՀՀ դրամ։ Մամուլը դեռևս 2016-ին գրել էր, որ Գևորգյանի կինը Թամարա Գևորգյանը 2008 թվականին Պրահայում գրանցել է Օվտոմա ընկերությունը։ Դատախազության պահանջի մեջ ներառված է նաև այս ընկերության մասնակցության բռնագանձումը։ Պահանջվում է փոխառության գումարի պահանջի իրավունք, դա կազմում է մոտավորապես 1 միլիարդ 131 միլիոն 319,097 ՀՀ դրամ։ Բացի այդ, պահանջվում է ոչ միայն Արմեն Գևորգյանից, այլ նաև վերջինս փոխկապակցված անձանցից արժեթղթերի, վերջինս պատկանող արժեթղթերի ապօրինի մասերը։ Հաշվի առնելով, որ Գևորգյանը պաշտոն է զբաղեցրել 1997 թվականից իրավասու մարմինը ուսումնասիրությամբ հետ է գնացել հենց մինչև այդ թվականը։ Առաջին ենթադրյալ ապօրինի գույքը դատախազի Գևորգյանը ձեռք է բերել 2004-ին։ Իրավասու մարմնի ուսումնասիրության արդյունքներով 2022 թվականին Արմեն Գևորգյանին պատկանող օրինական եկամուտը կազմել է 443 միլիոն 310,150 ՀՀ դրամ, իսկ ապօրինի եկամուտի մնացորդը կազմել է 1 միլիարդ 112 միլիոն 918,124 ՀՀ դրամ։
Դատախազությունը ծանոթել է Գևորգյանին ու նրան փոխկապակցված անձանց ներկայանալու եւ վարույթի նյութերին ծանոթանալու դիրքորոշում ներկայացնելու համար, սակայն վերջիններս ըստ դատախազի չեն ներկայացել։ Հաջորդ գործով Արամ 14 անշարժ գույք եւ 2 միլիարդ 653 միլիոն դրամ է գլխավոր դատախազությունը պահանջում բռնագանձել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից հօգուտ պետության, որտեղից նախկին փոխվարչապետին այդքան անշարժ գույք եւ այդքան փող։ Դա Արմենչիկ Գևորգյանի մասին խոսքը։ Տեսեք Արթուր, Արմեն Գևորգյանի հետ կապված մենք ապագայում շատ մեծ բացահայտում ենք իրականացնելու նրա կապը Ռոբերտ Քոչարյանի հետ եւ ըստ օդում կախված լուրերի եւ նաեւ մեծ մարդիկ ահազանգում են, որ սրանց մեջ եղել է ինչ-որ սեռական կապ անգամ, ինչ-որ Քոչյանը սիրում է, չէ՞, այտենց քիմիա ազգում ինչ-որ Պուտինի նկատմամբ անդադ դες բաներից է խոսում։ Ուրեմն այս Ռոբերտ Քոչարյան սերա վարակին ես զգուշացնում եմ, որ իրա ու Արմենչիկ Գևորգյանի այդ Էլթոն Ջոնյան ոյաժների մասին Պրագայում մենք հաղորդում ենք անելու եւ նաեւ սրանց է միացել ինչ որ մի եւս այդպես անձնավորություն կա Սողոմոնյան Վիկտոր անուն ազգանունով մենք սրանց կապը կբացահայտենք Արմենչիկ Գևորգյանի պետքա պատասխանատվության ենթարկենք նա իրավունք չունի նմանատիպ գույք ունենա որովհետեւ բարձրաստիճան պետական պաշտոնյա է եղել եւ հատուցման պահը մոտենում է Արտուր ես անցած մեր հաղորդմանը նշեցի չէ որ Ռոբերտ Քոչյանը հիմա շուտ մարկանց հրավիրում իր գրասենյակ այդ Էրեբունի պլազայում շուտ իր բջի հետ մարկանց շուտ հեքիաթներ են պատմում ռուսները մեզ ուղարկեցին հարցումները որ 18% Քոչյանը վարկանիշ ունի գնում ենք իշխանափոխության Գյումրիից ցենարով էշ միացնում մենք այսքան ձեն ուրեմն լսեք արա այ զիբիլիվրի կատուներ դուք անգամ խորհրդարան չեք անցնելու Եվ Ռոբերտ Քոչյանը իր յեթիմների հետ միասին, այն խավոր ունի, այդ գենիա ինչա, անդադության անդառնում ենք, այդ Շագուրիկի հորը։ Այդ Զիբիլիվրի կատվին իրանց թայֆով նետելու ենք քրեակատորական հիմնարկ։ Սրանց տեղը այդտեղ է։ Ու ես նորից եւս մեկ անգամ կոչ եմ անում մեր հայ ժողովրդին։ Մի վախեցեք։ 30 տարի ձեր արունը խմել են սրանք։ Ոդկի կանգնեք։ Եվ հավատացած եղեք, որ մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին։ Եվ կարող եք գաք դիմել, եթերը կտրամադրենք, պետք է լինի, եթե վախենում եք, այդ ինֆորմացիան մենք կհրապարակենք։ Բայց դուք բոլորդ մի կարևոր բան պետք է անեք։ Դուք ամեն մեկը պետք է մասնակից լինեք այս process-ին, որտեղ սա համաժողովրդական process է դառնալու վերջի վերջո։ Եվ մեր ազգային արտադրական պայքարը, որը որ մենք սկսել ենք, բոլորի դուրը թակելու է Արտուր։ Եվ ես մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ հայ կանանց Որովհետև ոնց հասկանում ենք, այսօր կյանիկ ավելի տղամարդ են, քան տղամարդիկ։ Զանգողներից 100-ից 90-ը կյանիկ են։ Ավելի դուխով են իրաց բանում։ Տղամարդկանց եմ կոչ անում։ Ինչից եք վախում, արա։ Սյունիքի նախկին մարզպետ ՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանի Ուլնեցի փողոցի այս երահար առանձնատան շուկայական արժեքը ավելի քան 1 միլիարդ 77 միլիոն դրամ է գնահատվում։ Դատախազությունն ընդհանուր առմամբ 5 անշարժ, 3 շարժական գույք ու 6 միլիարդ դրամ է պահանջում բռնագանձել նախկին մարզպետից։ Ընդ որում նշված բոլոր անշարժ գույքերի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է ավելի քան 2.5 միլիարդ դրամ։ Բռնագանձվող գույքերի թվում նաև Սյունիքի առանձնատունն է, որը 77 միլիոն դրամ է գնահատվել։ Դատախազությունը նաև 55 միլիոն դրամի 3 ավտոմեքենա է պահանջում Խաչատրյանից։ Նաև թվով 4 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք է ենթակա բռնագանձման, ընդ որում հատկանշական է, որ այդ իրավաբանական անձանցից մեկի, մասնավորապես Լերեքս խումբ ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 10 միլիարդ դրամ, ընդ որում 100% մասնակցությունը պատկանում է Սուրիկ Խաչատրյանի որդուն Տրթատ Խաչատրյանին։ Ըստ դատախազի բռնագանձմանը ենթակա նաև 2.5 միլիարդ դրամի հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը, 622 միլիոն դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ եւ ավելի քան 2 միլիարդ 819 միլիոն դրամ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող գումար։ Միևնույն ժամանակ նշեմ, որ Սահմանադրական դատարանի 1776 որոշման ընդունմամբ հայցեդումի բովանդակությունը էական փոփոխության չի ենթարկվել այն պատճառաբանությամբ, որ պարոն Սուրիկ Խաչատրյանը դեռևս 1996 թվականից զբաղեցրել է Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնը եւ առաջին ապօրինի գույքը ձեռք է բերել 2004 թվականին, այսինքն վերահաշվարկի անհրաժեշտություն չի ծագել։ Իրավասու մարմինը դատարանում պնդելու է, որ այս հայցադիմումի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի իրացման հրամայականն է, նշում է դատախազը։ Այսինքն համապատասխան գույքերը ձեռք են բերվել պաշտոնավարման ընթացքում եւ դրանից հետո, եւ քանի որ օրինական եկամուտներով չեն հիմնավորում, ենթակա են բռնագանձման։
Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարգարիտ Աղազարյանը սակայն պնդում է, իր վստահորդի վերաբերյալ ուսումնասիրությունը չէր կարող կապ ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի հետ, քանի որ այն սկսելու վավերապայմաններ չեն եղել։ Նախքան ուսումնասիրություն սկսելու մասին որոշում կայացնելը Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ չեն իրականացվել օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հետևաբար օբյեկտիվ իրականության մեջ չեն կարող գոյություն ունենալ այդպիսի միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներ ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության կասկածի վավերել հիմքերի վերաբերյալ։ Ըստ փաստաբանի այս հայցով կարող է առկա լինել միայն հանցավորության դեմ պայքարի նպատակ, իսկ Խաչատրյանից պահանջվող գույքերի եւ նրան վերագրվող հանցանքի միջև կապ առկա չէ։ Ասաց Խաչատրյանը գույքերը ձեռք է բերել օրինական եկամուտներով։ Սյունիքի նախկին մարզպետը, որը մեղադրվում է խոշոր չափի փողերի լվացման, յուրացման, դրդման, պաշտոնեական կեղծիքի, չարաշահման համար, հետախուզվում է 2019 թվականից։ Դատախազությունը Սուրիկ Խաչատրյանի ունեցու առանձնատունը 1 միլիարդ, իսկ Սյունիքինը 77 միլիոն դրամ է գնահատել եւ դատախազությունը պահանջում է Սյունիքի նախկին մարզպետից բռնագանձել 8 միլիարդ դրամի ունեցվածք, հայտնել նաեւ երկու առանձնատար շուկայական արժեքները։ Սուրիկ Խաչատրյանի գործով դատարանն անցել է հետաքննության փուլ, հերթական դատական նիստին պաշտպանը պնդել է, որ Խաչատրյանի գույքերը ձեռք է բերել օրինական եկամուտներով։ Այդ ինչ օրինական եկամուտներով հնարավոր է ձեռք բերել նման գույք։ Դե Արթուր Սյունիքը, Սյունյաց աշխարհը թարնեց, սա գզեց այս երևույթը։ Մոռացեք սա ով է, սա Սուրիկ Խաչատրյանն չի, սա հայտնի Լիսկան է, խնդրում եմ սան նման ձևով մենք անդրնանք, որտեղ սա շատ փոքր է, որ մենք իրան ինչ-որ Խաչատրյան ազգանունով դիմենք։ Սա Սերժ Սարգսյանի թափթփուկն է եղել, սա մարտի 1-ին եղել է հանրապետական կուսակցություն շտաբի ղեկավարը այդ ջարդերի այդ կոտորածների։ Հենց հիմա նա ինչ-որ բուժվում է, փախել է Ֆրանսիա, մի հատ սենյակ են տվել, այնտեղ ինչ-որ հիվանդա ինչա, միտեղ են բերդում է, միտեղ են չգիտես ինչով է զբաղված, մի հատ գազի զապրավկա ունեն, այտենց այդ գազի զապրավկով են ընկած հիմա էլ սրա այդ Սարի քյալի բնակ այդ առանձնատունը պետք է միանշանակ պետականացվի։ Սուրիկ Խաչատրյանը այլևս պատմության աղբանոցում է եւ այնտեղից չի վերադառնա, նրա տեղը այնտեղ է եւ նորից սիրելի հայրենակիցներ, ցանկացած տեղեկատվություն, ինֆորմացիա, անարդարություն, սրանք այնքան մարդուն վատություն արել, որ այդ մարդիկ գան ամեն մեկը մի հատ ցուցմունք տա, հերիք է այդքանը։ Մի լռեք։ Վախենում եք, եկեք մեզ դիմեք, մենք կփոխանցենք ԻՀՊ մարմիններին։ Բայց եթե դուք լռեք, եթե դուք տեր չկանգնեք ձեր պետությանը, վաղը սրանք հետ են գալու նորից այդ կոտորածը թալանը անեն։ Մեր պայքարը այս դրանա միտված, որ այս Զիբիլի վրի կատուները իրանց տեղը իմանան, ու սրանց տեղը մենք ցույց ենք տալի ամեն օրվա ռեժիմով։ Հարգելի հայրենակիցներ, ումից եք վախենում։ Հելնում են մեր դեմը, փախնում, մտնում են իրանց կյանքի, կներեք Տարուսիկի ռեժիմի մեջ։ Սրանց տեղը է դա, սրանք իրանցից բան չեն ներկայացնում։ Սրանք թուրքը հարձակվեց 2020 թվականին մեր Սուրբ Արցախի վրա փախան շամպես։ Մինչև այդ հեքիաթներ էին պատմում։ Ջոկատի հրամանատար կամավորների եսի ինչ, բա ուր էին արա։ Ես կանգա փեշի տակ էին մտել Քոչյանի գլխավորությամբ։ Քոչյանի մինչև Բելայի փեշի տակից քաշինք հանինք, կյանքներից կեսը գնաց։ Մտե դուրս չէր գալի։ Ումլևս բանջերից ինչ-որ դուք վախենում եք։ Սրանց տեղը նորից եմ նշում, համապատասխան քրեակատորական հիմնարկն է, որտեղ որ նրանք հայտնվելու են նրանց թուլեքի հետ միասին։ Արամ տես, երբ արցախցիները լքում էին հայրենիքը եւ գալիս էին արդեն դեպի Գորիս, Գորիսում ուրեմն պետքա հարցազրույց նկարանենք, ասացին Սյունիքի մարզպետից պետքա նկարանենք, կանգնած սպասում եմ, եւ մի տղամարդ է կանգնած, ասում եմ, բա Սյունիքի մարզպետը ուր է, եւ ներկայացրեցին, որ ինքն է ասած, ես եմ Սյունիքի մարզպետը, Ռոբերտ Ղազարյան, ներողություն, Ռոբերտ Ղուկասյանը, ամենայն հարգանքներս այդ մարդուն, ես տեսել եմ օրինակ, որ երբ որ Լիսկան պետքա գար, մտներ Գորիս կամ Կապան պետքա մտներ, այնտեղ մի հատ տաբր էր գալիս, հետո քիչ էր մնում գավազանով խփեին գետնին, ֆանֆարներով ներկայացնեին, բան Սյունիքի մարզպետ, նորին սուրբ օծություն, տեր, բան ասենք, բայց մարդը մենակով առանց ինչ-որ ախրանաների, առանց ջպերի եկեք կանգնել էր եւ մարդը հանգիստ նորմալ սկսեց շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Բանոց չասես տարբերություն եմ տեսնում ես։ Բնականաբար Արթուր տարբերություն կա, բայց ես նշեմ, որ Սյունիքի մարզպետի գործող մարզպետի հետ կապված եւս ասարշու տեղեկություններ ենք մենք ստացել, որը ստուգման փուլում է եւ եթե դա հաստատվի, ուղղակի կարող ենք ցավակցել ներկայիս Սյունիքի մարզպետին, բայց բնականաբար Արթուր սա խնդիրը համակարգային բնույթ է կրում, այսինքն ցանկացած
մարդ, որը որ հասկանա, որ անպատժելիություն է լինելու, ինչ ուզի կարա անի, բնականաբար անելու է։ Եթե օրենքը կարողանան շրջանցեն, խախտելու են։ Սա դրա մասին է խոսքը։ Այսինքն մենք դեռ չենք կարողացել հասնել գլոբալ առումով համակարգային փոփոխության մեր պատկերացման, բայց փոփոխություններ կան, չէ՞ Արտուր։ Եկեք չմոռանանք։ Հենց այդ փոփոխության մասին խոսեցիք դուք։ Եվ պետք է եւ լավն է ֆիքսենք եւ վատն է։ Այո, մենք նորից եմ նշում, մենք պետք է հասկանանք մի բան, որ Հայաստանի Հանրապետությունը մեր այսօր Նիկոլ Փաշինյանն է իշխանության, վաղը ինքը չի լինելու, բայց մեր պետությունն է կարևոր։ 2000 տարի պայքարել ենք, որ մի փոքր երկիր ունենանք, այս թափթփուկները այս երկիրն են ուզում տանեն սարքեն, գաղութ հանձնեն խալխին։ Ռուսին կլինի, թուրքին կլինի։ Մեր պայքարը դրան է միտված, Արտուր։ Արցախ ինչ արեցին Արցախի հետ։ Ողորմելիները։ Արամ տես օրերս Ագնես Խամոյանը հարցազրույց էր տվել Factor TV-ին եւ այնտեղ հայտարարել էր, որ հենց Ռոբերտ Քոչյանի 2026 թվականին գա իշխանության միութենական պետության հենց առաջարկ կլինի, Ռոբերտ Քոչյանը միանգամից քննարկելու է դա, դե բնականաբար մենք անդրադարձանք։ Մենք անդրադարձանք դրան։ Հիմա Աղվան Վարդանյանն է գնացել Factor TV հարցազրույցի, հրավիրել են նրան եւ անդրադառնալով հանրության շրջանում արկա մտավախություններին կապված նախկիների վերադարձի հետ Աղվան Վարդանյանը կտրուկ հակադարձել է, պնդելով, որ ներկա իրավիճակն անհամեմատելի է նախորդ շրջանի հետ։ Նախկինը սրանց հետ համեմատած ուղղակի անհամեմատելի է։ Տասնապատիկ ավելի լավ էր, հարյուրապատիկ ավելի լավ էր։ Մենք ունենք իսկապես պետականություն, մենք ունենք Արցախ։ Հայտարարել է նա։ Ինչու պետք է Հայաստանի քաղաքացին իշխանության բերի այն մարդկանց, որոնց թիմում նաև դուք եք, որին 18 թվին մեծ հաշվով մերժել է, հա։ Նախկինը սրանց հետ համեմատած ուղղակի անհամեմատելի է։ Ինչով, լավ էր նախկինում։ Ինչպես լավ էր նախկինում։ Եթե լավ էր, ինչու 18։ Սրանից տասնապատիկ ավելի լավ էր, հարյուրապատիկ ավելի լավ էր, մենք ունեինք իսկապես պետականություն, մենք ունեինք Արցախ, մենք ունեինք Արցախում ապրող 150,000 բնակչություն, հայ բնակչություն, եւ չխոսենք արդեն մյուս բաների մասին, իհարկե լավ էր։ Ես ուղղակի Աղվան Վարդանյանին Արտուր դա իր համար լավ էր, ինքը ճիշտ է ասում։ Այն ժամանակ իր համար լավ էր։ Ուղղակի խնդրեմ կցանկանամ պարոն Աղվան Վարդանի, որ գնա այդպես մանկապարտեզներով զբաղվի, հիշողությունը մոտ թարմանա իր։ Այն Օհանյան Արմենիայի հետ կարան հելնեն Մալիբու այգու մոտ այնպես ֆրֆրան իրանց համար։ Ու այդ բանով նոստալգիայով ապրեն այդ մանկապարտեզների, բաների այդ գույքերի։ Դե իրանց համար շատ լավ է եղել ժամանակին։ Փող եղել է, ամեն ինչ եղել է, Արտուր ջան։ Իշխանության մաս են եղել, ինչ ուզե արել են։ Բայց հիմա շատ տխուր է Աղվան Վարդանի համար։ Ու ես ուղղակի նորից եմ նշում, չեմ ուզում ինչ-որ կոպիտ բան ասեմ պարոն Աղվանին, բայց մատ հիշողություն թարմացրու էլի Աղվան Վարդանյան։ Մնացածը ինքը հասկացավ արդեն։ Ու Արմինեին կբարևես Օհանյան։ Մեր անդրադարձից հետո Արամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը հրաժարվել է արդեն դատանում ցուցմուկ տալուց։ Մտածում եմ, որ հրաժարվի կարա բանը։ Նաև դեմ է եղել, որպեսզի տեսալուսանկարահանվի դատական նիստը։ Իր խոսքերով անմեղ մարդ է ինքը, ոչ մի բան չի արել, ոչ մի փող կապակցված անձինք չկան, գործունեությամբ չի զբաղվել։ Պատկերացնում ես, եւ մեր հետևորդները ասում են, թե բա ի՞նչ է խնդիրը։ Այսինքն դատախազներ ընկած օրերով Արտուր, խնդիրը պետք է լուծվի այլ դիրույթում, որովհետև ինչ է նշանակում դեմը։ Հանրային Նախկին բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, փողերի լվացման եւ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար։ Նա այս նիստին մտափոխվել էր եւ դեմ էր նիստի լուսաբանման ու տեսանկարահանմանը, թե ինչ պատճառով հայտնի չէ։ Ըստ մեղադրանքի, այն ընկերությունը, որում բաժնեմաս է ունեցել Բաղմանյանը, 2009-ից 18 թվականների ընթացքում սննդամթերքի մատակարարման մի շարք պայմանագրեր է կնքել Պաշտպանության նախարարության հետ։ Այն դեպքում, երբ օրենքով բարձրաստիճան սպան իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նրա պաշտպանները միջնորդեցին դատարան հրավիրել եւ հարցաքննել այն վկաներին, որոնք կհերքեն Բաղմանյանի ընկերության հետ կապ ունենալու եւ մասնակցության հանգամանքը։ Վկաների թվում նաեւ Պաշտպանության նախարարության աշխատակիցներ կան։
Սրանք այն պաշտպանության նախարարության աշխատակիցներն են, որոնք առնչություն են ունեցել ակտիվ ընկերության կողմից գնումների գործընթացին մասնակցելու տենդերների շահերի հետ կապված եւ որոնք իրենց ցուցումներով կրկին առհասարակ հետում են Հայկոս Բաղդասարյանի կողմից որևէ հովանավորություն հանգամանք։ Մինչդեռ մեղադրող կողմը հակառակն է պնդում, ներկայացված մի շարք ապացույցներ, որոնք կհետազոտվեն դատարանում, փաստում են Հայկոս Բաղդասարյանի կողմից այդ ընկերությանը մասնակցելու եւ հովանավորչությամբ զբաղվելու հանգամանքը։ Պաշտպանական կողմը նաեւ դատարանին ներկայացրեց 2023-ին ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի պատասխանն իրենց հարցմանը։ Հարցումը վերաբերել է դեր Հայկոս Բաղդասարյանը որպես ՀԱՊԿ քաղաքականի շտաբի պետի տեղակալ պաշտոնապատասխան անձ հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում արդյոք հայտարարатын սուբյեկտ, թե ոչ։ Ներկայացնեմ միանգամից պատասխանը պատվարժան դատարան Հայկոս Պապիկի Բաղդասարյանը 2018 թվականի մարտ 22-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը զբաղեցրել է Միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնը եւ հանդես է եկել որպես միջազգային ծառայող, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պաշտոնատար անձ։ Հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանը մինչդեռ հակադարձեց, մեղադրանքը ներկայացվել է հանրային ծառայությունների մասին օրենքով եւ ՀԱՊԿ-ն ըստ այդմ եզրահանգումներ անելու պատշաճ սուբյեկտ չէ։ Նախկին բարձրաստիճան զինվորականի գործով նիստը կշարունակվի դեկտեմբերի 1-ին։ Կարևորություն ունեցող գործ է ու ես կոչ եմ անում ԵԱՊ մարմնին, որ այս հարցով զբաղվեն։ Ինքը դեմ է, որովհետև որ դատական նիստը լուսաբանվի հաջորդը տենա համաձայնվի մեր մտքի հետ, որ ինչ-որ Հայկոս Բաղդասարյան տավարի ցավը։ Դու դա վիճակը տեսել եք։ Ոնց է քայլում, ոնց որ բանն ասենք, չգիտեմ, Կուտուզովն է կամ չգիտեմ, Մարշալ Ժուկովն է։ Ո՞վ եք դուք արա։ Ձեր բանակը տեսանք էլի։ Քաքի Բոշկա Խաչատուրովը, այս տավարը, ընդդեմ երկու հատ էլի գեներալ կան, որ նայում ես, իսկ իրանց կյանքից խաբար չեն։ Այո, Արամ ջան, նայում ես դեմքերից բուղեկն են ասենք, ոնց որ ժամանակվա են կերած խմած են բանը միլիցեքը որ կա։ Ես վաղը մյուս օր ապագայում կբացահայտեմ նկարագրություն, ես գեներալ եմ տեսել, հայ գեներալ։ Կնիկը թաշնայից վրան, չեմ ուզում ասեմ ինչ արեց։ Ասում եմ պատկապ լուշնիկներ։ Մոսկվայում տեղ ենք գնացել, ինչ-որ հայ գեներալ է, եկե նստած բան ենք խոսում, կնգա հետ հել է եկել է Լուի Վիտոն կնիկը սունկեն ձեռը, մատ նայեց մարդը չորացավ տեղում։ Ասի վայ թքեմ ես դեր աննամուս անիկն ասեր դեմքին։ Դու գեներալ կոչվել իրավունք ունեք արա։ Դուք ինչ գեներալ։ Տեսանք էլի են ձեր անգեր գեներալին, ձեր կամանդիրին ոնց Ղազի պես այն լովա ինչա մնացեք, այն գնաց սփխեչուլի պես հանձնվավ։ Հələ սրանք են Արտուր։ Ու խիպտի թողի որ ինքը դեմա որովհետեւ որ տեսանկարը հանվի խայտարակ առնելու չէ՞ ինքը խայտարակ եղած պրծացա սրանք գեներալ չեն սրանց պետքա կոչումա զրկել ես ապագայում համոզված եմ որ պետքա օրենսդրական նախաձեռնություն լինի սովետական միությունում այդքան գեներալ չի եղել ինչքան Հայաստանի ես 7-րդ հանրապետությունում ես 92 թվականից սկսած դրանք ի՞նչ գեներալ Ով Սերժին տանում 2 կոպեկ փող էր տալի պլատի տերելում, գեներալի կոչում էին տալի, կարա չենք իմացել, չէ, Ռիտա։ Գիտենք, Ռիտան քանի օքույ արա Սերժ, զանգե, որ բանակից ազատվել են։ Հիշեցնեմ քեզ արա։ Այդ լորոպյանա վերխը թաղից է տնգնի։